Ողջույն, այսօր խոսելու ենք տարածված մի խնդրի ողնաշարի ճողվածքի մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք Նյարդաբան Ալա Վարդանյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հյուրընկալման համար։ Շնորհակալություն։ Շատերը լսել են ողնաշարի ճողվածքի մասին, բայց չգիտեն թե ինչ է այն։ Ինչ է ողնաշարի ճողվածքը։ Առհասարակ միջողնային սկավառակը ողնաշարի համար ամորտիզացնող դեր է կատարում։ Կազմված է փափուկ կորիզից ու ավելի հաստ թաղանթից։ Երբ որ հաստ թաղանթը պատրվում է, փափուկ կորիզը դուրս է գալիս պատրվածքի հատվածից ու այդ հենց իրանից ներկայացում է ճողվածքը։ Ինչպես է այն դրսևորում, այսինքն որ ախտանշաններն են հուշում խնդրի արկայության մասին։ Տեսեք, հնարավոր է, որ մարդուն ունենա ճողվածք ու բացարձակ չիմանա այդ մասին, ինքը կլինիկապես ոչ մի ձև չդրսևորվի։ Ճողվածքը սկսում է կլինիկապես դրսևորվել, երբ որ սկսում է ճնշել հարող ողնուղեղային նյարդարմատին կամ ողնուղեղին։ Այդ ժամանակ արդեն ախտանիշները կախված են լոկալիզացիայից։ Եթե օրինակ պարանոցային հատվածում է, առաջանում է ցավ պարանոցում, դեպի ձեռք խփող ցավ, մկանային ձգում, թուլություն, ծակծկոցներ, թմրածություն, ողնաշարի կրծքային հատվածում ավելի հազվադեպ են հանդիպում ճողվածքները, ամենահաճախակի հանդիպողը գոտկային հատվածում է։ Այդ ժամանակ ցավը ճառագայթում է ոտքով ներքև, առաջացնում է նաև մկանային ձգվածություն։ Որոշ դեպքերում կարա առաջացնի զգացողական խանգարումներ, մկանային թուլություն, ընդհուպ մինչև կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում։ Նաև հուշող ախտանշաններից գլխացավ, գլխապտույտն է, չէ՞։ Պարանոցային հատվածում այո կարող է լինել, կապված մկանային ձգման հետ։ Հաճախ մարդիկ ասում են, որ ոտքերի եւ ձեռքերի հատվածում կա թուլություն։ Սա ինչի հետ է կապված, այսինքն նյարդերը են վնասվում։ Տեսեք, առհասարակ քիչ հավանական է, որ եթե երկու ոտքում խնդիր կա կամ երկու ձեռքում կամ առհասարակ 4 վերջույթում, որ հենց պատճառը ճողվածքն է, որովհետև քիչ հավանական է, որ ունի այդ քանակի ճողվածքներ, որոնք այդ քանակի նյարդերին հարում են ու առաջացնում են կլինիկական դրսևորում բոլոր 4 վերջույթներում։ Նստակյաց ապրելակերպը ընդհանրապես դեր ունի ճողվածքի առաջացման հարցում։ Օրինակ շատերը հիմա գրասենյակներում են աշխատում կամ մեծ մասամբ մեքենային վարում խուսափում են քայլելուց։ Շատ դեր ունի նստակյաց ապրելակերպը, առհասարակ երկար ստատիկ դիրքը առաջացնում է ողնաշարի համար կերծանրաբեռնվածություն։ Նույն ձև ողնաշարը կերծանրաբեռնվում է նաև հավելյալ քաշի արդյունքում։ Ծանրաբեռնվում է նաև օրինակ պրոֆեսիոնալ մարզիկների մոտ։ Ռիսկի խմբում են նաև ծխողները, որովհետև ծխողների մոտ արյունամատակարարումը սկավառակի վատանում է, ինչը բերում է դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունների սկավառակում ու արդեն հետագա խնդիրներով։ Մեր օրերում բոլորը գլուխները կախման են գալիս, գլուխների կախ ասելով էլ հասկանում ենք, որ հեռախոսների մեջ են։ Դա եւս ազդեցություն ունի։ Որտեղ կեցվածքը մեծ կապ ունի մկանային լարվածության ու ողնաշարի ընդհանուր, ասենց ասած, ճիշտ գործունեության համար։ Իսկ կա հատուկ նստելու ձև, որ խուսափեն այդ ճողվածքից։ Իրականում այդքան ոչ, դե խորհրդատրվում ուղիղ նստել, ձիգ նստել, բայց ոչ միշտ է հաջողում բոլորիս մոտ։ Այդ դեպքում էլ շատ չի ծանրաբեռնվածությունը տալիս։ Առհասարակ լավ կլինի ֆիզիկական մարզված լինի մկանները։ Երբ որ մեջքի մկանները, որովայնի մամլի մկանները զարգացված են լինում, իրանք կարողանում են որոշակի բեռնաթափել ողնաշարը ծանրաբեռնվածությունը մի փոքր իրանց վրա վերցնելով։ Հիմնական խնդիրը ո՞ր տարիքից է ի հայտ գալիս։ Իրականում հստակ սահմաններ, որ ասեմ, ես ինչ տարիքից է սկսվում, չկա։ Հիմնականում կապված է կենսակերպի հետ, քաշի հետ, ընդհանուր առմամբ կենսակերպի հետ։ Եւ պրակտիկան ինչ է ցույց տվել, մեզ մոտ ամենաշատը որ տարիքի, որ սեռի մարդկանց մոտ։ Հիմնականում միջին տարիքում, հիմնականում տղամարդիկ, հիմնական միջին տարիքի, բայց դա էլ դոգմա չէ, հանդիպում են եւ ավելի փոքր տարիքում, ավելի մեծ տարիքում եւ կանանց շրջանում նույնպես։ Իսկ հատկապես որ ախտանշանն է մարդուն բերում նյարդաբանի մոտ։ Հիմնական տիպիկ, ինչպես նշեցի, գոտկային հատվածում է հիմնականում ավելի շատ խնդիր է լինում ու գալիս են դեպի ոտք ճառագայթող ցավով, մկանային ձգվածությամբ, քայլվածքի խանգարումով։ Դե մարդը, որ ունեն մեծ ցավեր, առաջինը պետք է հետազոտվի։ Ինչ հետազոտություններ են անցնում, որպեսզի պարզվի խնդիրը։ Ոսկե ստանդարտը ճողվածքների ախտորոշման համար MRT հետազոտությունն է հանդիսանում, որովհետև տեսնում է փափուկ հյուսվածքները, միջողնային սկավառակները, նաև նյարդին հարումը, թե ինչքանով է ճնշում նյարդին ճողվածքը։
MRT հետազոտության անհնարինության պարագայում նոր կատարվում է համակարգչային շերտագրություն։ Սակայն պետք է ասեմ, որ առաջնային этаպում միշտ չէ, որ խորհուրդ է տրվում ու նշանակվում է MRT հետազոտություն։ Եթե չկա սուր նյարդաբանական դեֆիցիտ, այն է կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում, հարաճող մկանային թուլություն, չկա կասկած ճողվածքի առավել վտանգավոր բարդությունների, այդ ժամանակ խորհուրդ է տրվում առաջին этаպում սկսել կոնսերվատիվ բուժում ու դրա ոչ էֆեկտիվության պարագայում ու վերանշված խնդիրների կասկածի դեպքում գնալ MRT։ Կոնսերվատիվ բուժում ասելով ինչ ենք հասկանում։ Կոնսերվատիվ բուժումը ոչ վիրահատականն է, այսինքն կարող ենք այսպես պայմանական տարանջատել երկու մասի՝ սուր փուլի բուժում ու վերականգնողական շրջանի։ Սուր փուլում հիմնականում ոչ ստերոիդ հակաբորբոքայիններ, միոռելաքսանտներ, մկանը թուլացնող դեղորայքն են։ Արդեն վերականգնողական փուլում ֆիզիոթերապիա ու բուժական ֆիզկուլտուրա։ Որոշ դեպքերում հստակ ցուցումների արդեն արկայության պարագայում հնարավոր է գնալ նաև վիրահատական միջամտության։ Արդիական է մեր օրերում ֆիզիոթերապիայի գնալը։ Միանգամից խնդրի արկայության դեպքում ֆիզիոթերապիայի դիմելը խնդիրների հանգեցնում թե բուժում է նաև։ Սովորաբար սուր փուլում խորհուրդ չի տրվում գնալ ֆիզիոթերապիայի։ Սկզբնական շրջանում սուր փուլից դուրս գալուց հետո վերականգնողական շրջանում արդեն այո գնում ենք ֆիզիոթերապիայի։ Դե մեր հայերը հիմնականում եթե ունեն խնդիր, իրենք այդ ընթացքում փորձում են ինքնուրույն լուծել կամ չեն դիմում բժշկի, այսինքն եթե բարդություններ առաջանան, որոնք են դրանք լինելու։ Կարող է առաջանալ օրինակ արմատիկային համախտանիշ, այդ դեպքում լինում է քրոնիկ ցավային համախտանիշով է դրսևորվում, այսպես ասած։ Կարող է առաջանալ ձիու պոչի համախտանիշ, դա լինում է, երբ որ մասիվ ճողվածքները ողնաշարի գոտկասրբանային հատվածում են լինում, տեղակայվում, սեղմում են ու առաջացնում են կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարում։ Կարող է լինել ճողվածքի օրինակ սեկվեստրացիա։ Սեկվեստրացիան դա երբ որ այդ փափուկողը որ դուրս էր եկել պատրվածքից, ամբողջությամբ առանձնանում է։ Այս դեպքերը պահանջում են շտապ վիրահատական միջամտություն արդեն։ Նաև ծանրություն բարձրացնել է խնդիր առաջացնում։ Հա, ցանկացած բան, որը ողնաշարի համար հավելյալ ծանրաբեռնվածություն է, հավելյալ քաշը, ֆիզիկական ինչ-որ աշխատանք կատարելը, դրանք ողնաշարի համար հավելյալ ծանրաբեռնվածություն են ու կարող են նպաստել խնդրի առաջացմանը։ Մի ժամանակ այսպես միտում է եղել, չէ՞, ասում են, եթե 4 անկողնում պարկես, ողնաշարը ուղիղ կլինի, խնդիրներ չեն առաջանա։ Դա որքանով է ճիշտ։ Առհասարակ խորհուրդ է տրվում ավելի 4 անկողին ընտրել, քան փափուկ, հա, կա նմանատիպ ճշմարտություն, սենց ասած, ավելի լավ է 4-ոդ մի քիչ լինի, քան փափուկ։ Առհասարակ հիմա շատ տարատեսակներ կան հենց օրթոպեդիկ անկողնի, ինչը շատ հարմար է նման դեպքերում։ Ճողվածքի դեպքում, եթե ունի նաև խնդիր այդ դեպքում է նորմալ, թե եթե արդեն խնդիր ունի նորմալ չի։ Չէ, նորմալ է, բայց եթե խնդիրը կա, միայն դրանով չի կարող սահմանափակվել։ Չնայած, ինչպես ասացի, ճողվածքները կարան լինեն ասիմպտոմատիկ, այսինքն չունենան կլինիկական դրսևորում, այդ դեպքում հա, մենակ այդքանով կարելի է սահմանափակվել, բայց եթե արդեն կլինիկապես դրսևորվում է, ուրեմն պետք է այցելել բժշկի։ Այսինքն ամբողջ կյանքի ընթացքում այն կարող է չդրսևորվել։ Հնարավոր է։ Եթե չի հարում ինչ-որ նյարդի չի սեղմում, ողնուղեղի չի սեղմում, չի առաջացնում շրջակայքում բորբոքային process, հնարավոր է որ բացարձակ չդրսևորվի։ Բոլոր հիվանդությունները հիմնականում ունեն ժառանգական բնույթ։ Ողնաշարի ճողվածքի դեպքում եւս այդպես է։ Չի ասի։ Միգուցե ժառանգական նախատրամադրվածություն պայմանավորված, ասենք օրինակ հավելյալ քաշով, բայց հենց ինքնին ճողվածքը, որ ունենա ժառանգական բնույթ, չէ։ Եվ հիմնականում ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի ճողվածք չառաջանա։ Որ տարիքից ինչ կարելի անել։ Դե հիմնականը պետք է փորձել բեռնաթափել ողնաշարը։ Օրինակ, եթե ունենանք լավ զարգացած մկանային կարկաս մեջքում որովայնի մամլում, դա կարող է բեռնաթափել ողնաշարը։ Եթե հսկենք քաշը, կեցվածքը, այս բոլորը այն մարդիկ, ովքեր ստիպված աշխատանքի բերումով երկար ստատիկ դիրք են զբաղեցնում, օրինակ նստակյաց աշխատանք ունեցողները, խորհուրդ է տրվում 30-ից 60 րոպեն մեկ վեր կենալ, պտտվել, գալ նոր շարունակել։ Ամեն դեպքում խնդրի արկայության պարագայում ճիշտը միշտ դիմել բժշկի։ Միշտ չէ, որ գանգատները այսպես սենց ասած ձեզ ինքնաբուժման պարագայում ճիշտ ուղու վրա կդնեն։ Պետք է ամեն դեպքում բժիշկը նայի, գնահատի եւ հասկանա, թե հետագա տակտիկան ոնց պետք է տանի։
Իդեպ շատերը խուսափում են MRT-ից նշելով, որ կվնասեն ճառագայթները, արդյոք վնաս։ MRT-ն ճառագայթ չի, ինքը մագնիսա ռեզոնանս է։ Այնպես որ նմանատիպ խնդիր չկա։ Մետաղական կարկասների բացակայության պարագայում օրգանիզմի հանգիստ արվում է։ Դա նկատի ունեք օրինակ իմպլանտներ եւ այլն, չէ՞։ Իմպլանտների դեպքում այդքան մեծ չէ խնդիրը, մեծ մետաղական կարկասների դեպքում այդ դեպքում ասենց ասած խնդիր առաջանում։ Եվ եթե ոնաշայի ճողվածք ունեցել են, բուժել են, դա ունի կրկնվելու հավանականություն։ Եթե խոսքը գնում է կոնսերվատիվ բուժման մասին, այսպես ասած մենք անել ենք ախտանիշները։ Ճողվածքը ինքնին ոչ միտեղ չի անհետացել։ Անհետացել է իր կողմից առաջացած բորբոքումը, նյարդին, ասենց ասած սերտ հարումը ու բնականաբար կարող է ինչ-որ ժամանակ հետո նորից զգացնել տալ իրեն։ Այսինքն կրկին բուժում պետք է անցնի մարդը։ Սուրբ, եթե եկավ սուրբուր, նորից պետք է բուժում անցնի։ Վիրահատությունից հետո կրկնություն եւս լինում է։ Հնարավոր է լինի։ Ամեն դեպքում չի բացառվում, որ վիրահատությունից հետո էլ կարող է կրկնվել։ Եթե վատ սովորություններ շարունակում են։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Մենք զրուցում ենք նյարդաբան Ալլա Վարդանյանի հետ։